տարանջատում չկա, հետախուզվող անձը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, թե Հայաստանից դուրս, բայց ըստ ՆԳՆ-ից ստացված տվյալների եւ նաեւ մենք կյանքում գիտենք, որ նրանց գերակշռի մեծամասնությունը 90% եւ ավելը գտնվում են արտասահմանում։ Այլապես հետախուզման մեջ Հայաստանում գտնվելով նրանք հայտնաբերվում են եւ ենթարկվում են կամ քրեական պատասխանատվության կամ մեկնում են ծառայության։ Այս դեպքում չեն կարող մեկնել ծառայության, քանի որ 27 տարի լրացած է, պետք է միայն դատապարտվեն ազատազրկման 3-ից 5 տարի ժամկետով եւ ստիպված պետությունը նրանց վրա ահռելի գումարներ ծախսի։ Ինչ վերաբերվում է 15 միլիոնին, տեսեք, ունենք հայրենակից տղաներ, ովքեր խուսափել են ծառայությունից, հիմա 27 տարի լրացած է, բայց օրինակ ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ։ Եթե նրանք վերադառնան եւ պարզվի, որ նրանք ունեն հիվանդություն, այսինքն չեն կարող գնալ ծառայել եւ չվճարել գումար, ստիպված են լինելու ծառայել 15 միլիոն դրամ։ Դուք հիշում եք 15 միլիոն դրամը, դա մոտավորապես 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձն է միջինացված։ Այսինքն նրանք իրենց բացը ծառայության, որը որ թողել են չծառայելով, լրացնում են կրկնակի չափով։ Այսինքն իրանք պետք է ծառայեն 2 տարի, տալիս են գումար, որով այլանդին ծառայում են 4 տարի ժամկետով, սա 15 միլիոնի մասով։ Կարող եմ որոշ թվեր ասել, օրինակ 87 հոգի օգտվել է 15 միլիոնի բանից, կետից եւ ազատվել է ծառայությունից եւ չի ծառայել։ Մոտ 38-ը օգոստոսի 1-ի դրությամբ ծառայել է 1 ամիս եւ վճարել է 8 միլիոն դրամ։ Ունենք նաեւ 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել։ 27-ից 37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր են արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Որտեղից էր գալիս այս անարդարությունը կամ անհավասարությունը, երբ 2021 թվականին ես հեղինակեցի օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր եղբայրները կամ որդիները, նույն Հայաստան խմբակցության հարգելի գործընկերները ասում են, որ դրանով կունենանք զորակոչի թվի նվազում, այսինքն զոհվածների տղաները կամ եղբայրները, որ չգնան ծառայության, կունենանք ավելի քիչ թվով զորակոչվողներ։ Ես այն ժամանակ պարտավորվեցի եւ ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց միջոցով։ Ունենք բազմաթիվ ազգությամբ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով եւ մեծանալով չեն լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում եւ բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք բոլորը միջև օրենքի ընդունումը դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության։ Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետև Հայաստանում ծնվածները ծառայում են 2 տարի ժամկետով, իսկ արտասահմանում ծնվածները, ովքեր նույնպես ապրում են Հայաստանի Հանրապետությունում օգտվելով բոլոր իրավունքներից, չէին ծառայում 2 տարի ժամկետով եւ ընդհանրապես չէին ծառայում։ Նման կերպ մտցրեցինք, որ նրանք պարտավոր են ծառայել 1 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Նշեմ, որ ունենք քաղաքացիներ, ովքեր ծառայել են 1 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել, 27-ից հետո դառնալով Հայաստանի քաղաքացի, եւ ունենք 55 տղաներ, ովքեր վճարել են 2.5 միլիոն դրամ եւ 27 տարի լրանալուց հետո դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդհանուր շուրջ 137 միլիոն դրամ պետական բյուջե գումար է մուտքագրվել։